Ովքեր դեռ նոր են ծանոթացել, ընդամենը միգուցե հրավիրել են ձեզ միտեղ սուրճ եք խմել, հա, նոր ծանոթություն, չգիտեք դա ինչքանով է լուրջ կամ միգուցե ձեզ հետաքրքիր է, թե ինչ է մտածում ձեր պարտները ձեր հանդեպ։ Հետաքրքիր կլինի ձեզ իմանալ, հարցերպես կուղենք, ինչ է մտածում նա ձեր մասին եւ արդյոք մտադրությունները, հա, նրա ինչ-որ լուրջ հարաբերություններ կարող է լինել ձեր միջև, ովքեր որ դիտում են հիմա, հարցն է ձեր այդպիսին։ Միգուցե սիրահարվել եք եւ միգուցե նա էլ է սիրահարվել, բայց այստեղ նրան սպասվում է բավականին դժվար որոշում, որովհետեւ նա պետք է որոշում կայացնի եւ տեսնենք նրա մտքերը ներկա պահին նոր ծանոթությունից հետո ձեզ հետ ինչ է ընդհանրապես մտածում նա ձեր մասին, որ դուք մանիպուլատոր եք, կարողանում եք լավ համոզելու ունակություն ունեք, շատ հետաքրքիր է, սա կանանց համար, իսկ տղամարդկանց համար, եթե դուք եք հարցը ուղղել, իսկ կանանց հետ կապված, եթե կանայք են հարցը ուղղել, ձեր պարտները մտածում է, որ դուք մանիպուլատոր եք, իսկ եթե կին է, նա է մտածում, որ դուք մանիպուլատոր եք, շատ լավ գիտեք ինչպես անել, որպեսզի գրավեք նրա սիրտը, որովհետև կանանց համար տղամարդը այդ կինը մտածում է, որ դուք գիտեք, որ կանայք սիրում են ականջներով, լավ, ունեք համոզելու ունակություն, մեծ փորձ եւ այլն, եւ տեսնենք ինչ է մտածում ձեր պարտները, արդյոք նրա մտադրությունները կարող են լրջանալ եւ ինչ որ լուրջ բան ձեզ հետագայում առաջարկել։ Ոչ, կատեգորիկ ոչ, որովհետև հետագայում հնարավոր է դուք շատ կապվեք երկուսդ իրար եւ այստեղ հա հնարավոր է նա արգելափակի ձեզ, այսինքն այստեղ մի գնա, այնտեղ մի գնա, սա մի արա, նա մի արա, կախվածության մեջ ձեզ գցի իրենից, այո, եւ այստեղ խնդիրը կարող է լինի հետագայում սև ցուցակ անհասանելի լինի այդ ձեր պարտները ձեր համար, ինչու, որովհետև այստեղ երկրորդ անձ եմ տեսնում խառնվի ձեր հարաբերություններում, հնարավոր է կոնֆլիկտ եւ բաժանում, այստեղ լուրջ ես բան չեմ տեսնում, հա, իսկ գոնե ինչ որ մի կերպ կփորձի ձեր հետ կարգավորել հարաբերություն, ոչ, տեսնում եք, կփորձի չոր դուրս գալ ամեն ինչի տակից, միայն ձեզ մեղադրելով, այնպես